Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անդրադարձել է ընտրական գործընթացին։ Տեղեկատվական հարձակումը շարունակվում է, կարծես սա համակարգված է կուսակցական լրատվամիջոցների, ՀԿ-ների եւ օտարերկրյա գործիչների միջև։ Մենք բացահայտում ենք ամբողջ ապատեղեկատվությունը։ Խաշուրիի վերաբերյալ տեսանյութ էր տարածվել, իբր ընտրությունների ժամանակ նպաստներ են բաժանվում։ Մենք փորձում ենք պարզել այն, ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։ Նրա խոսքով պարզվել է, որ տեսանյութը նկարահանվել է 3։ Իրականում այն նկարահանվել է 3 եւ խոսում է քարոզչական նյութերի տարածման մասին, ուրիշ ոչինչ։ Ախալցիխեի 4-րդ տեղամասում տարածվել է ապատեղեկատվություն, թե իբր քվեարկության վերահսկողություն է եղել։ Իրականում գործը վերաբերում է տեսողության խնդիր ունեցող ընտրողի, նա օգնություն է խնդրել եւ օգնել է նրան լրացնել քվեաթերթիկը։ Ակնհայտ է, որ անձը վատ տեսողություն ունի, նա մոտիկից է լրացնում քվեաթերթիկը։ Սա նույնպես ապատեղեկատվություն էր, որը բացահայտվում է։ Գորիի 5-րդ շրջանում Լելոյի ներկայացուցիչը զբաղվել է ընտրարշավով, այդ թվում լրատվամիջոցների մասնակցությամբ, եւ այս մասին բողոք է ներկայացվել։ Մենք տեսանք Լելոյի բողոքը 2024 թվականին, որտեղ այն պահանջում էր չեղարկել տեղամասերը եւ փաստարկներից մեկը գաղտնիության խախտումներ տեսախցիկների միջոցով։ Այն, ինչի մասին խոսում էր 2024 թվականին, այս տարվա ընտրություններին անում է ինքը, ավելի կոպիտ ասած, որովհետեւ այս տեսախցիկները ունեն ձայնը ձայնագրելու գործառույթ, ինչը օրենքի խախտում է։ Սա խոստովանել է Լելոյի ներկայացուցիչը։ 2024 թվականի ընտրությունների ժամանակ որոշ ՀԿ-ներ բողոքներ ունեին այս տեսախցիկների վերաբերյալ։ Այս տարի նրանք նման բողոքներ չունեին։ Մենք բողոքներ չունենք, չնայած ձայնագրությունը արգելված է օրենքով։ Այո, պարոն, թող տեսախցիկներ ունենան, ձայնագրեն, տեսնեն, թե ինչպես են ձախողվում, ասել է Պապուաշվիլին։ Լելոն ներկայացրել է ավելի քան 100 բողոք։ Նրանց տեղեկությունների համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները խոչընդոտում են նրանց գրանցումը։ Կուսակցությունը պնդում է, որ գրանցման մեքենաները դիտավորյալ են վնասվում։ Լելոն խոսում է, որ իրենց կուսակցության մի քանի անդամներ կուսակցությունից դուրս են գալիս։ Դաթո Նադիրաշվիլին, Նոդար Գիգաուրին եւ Վլադիմիր Բուզալաձեն սոցիալական ցանցում գրել են, որ իրենք հեռու են մնում բռնությունից, հետևաբար լքում են Լելոն։ Լելոյի անդամ Գրիգոր Գեգելյան Մուխյանի 62-րդ ընտրատեղամասում է, նրա խոսքով դիտորդը բացահայտել է քվեաթերթիկի արտահոսքի փաստ։ Գրիգոր Գեգելյայի խոսքով 62-րդ ընտրատեղամասում ժամը 9-ին անծանոթ մարդիկ են շրջել, ինչը կասկածներ է առաջացնում, որ նրանք փորձում են կաշառել ընտրողներին։ Ընտրատեղամասի նախագահի խոսքով Վրաստան կուսակցության ներկայացուցիչը վերցրել է քվեաթորթիկ, որը ընտրողը չի շրջակայել եւ դրա համար նախազգուշացում է ստացել։ Ինչ վերաբերում է կաշառակերության փաստին, ապա ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների խոսքով նման դեպքեր չեն գրանցվել։ Ինչպես է ընթանում ընտրական գործընթացը։ 15:00-ի դրությամբ ընտրատեղամասեր է ժամանել 991,651 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 28,22%-ը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Նաթիա Յոսելյանին։ Ինչպես նշել է Յոսելյանին, մինչ օրս շրջանային ընտրական հանձնաժողովներին ներկայացվել է 5 բողոք։ Քվեարկությունը հիմնականում ընթանում է հանգիստ եւ պրոֆեսիոնալ միջավայրում, կան առանձին միջադեպեր, որոնք չեն կարող ազդել ընտրությունների ընթացքի վրա։ Ինչ վերաբերում է բողոքների վերաբերյալ տեղեկությանը, չնայած այն հանգամանքներին, որ ներգրավված կողմերը տեղյակ են բողոքի ներկայացնելու ընթացակարգերին, մենք լսում ենք անհիմն մեղադրանքներ։ Կարող ենք եւս մեկ անգամ պարզաբանել, որ բողոքներ գրելու համար կան համապատասխան ընթացակարգեր, այդ ընթացակարգերը պետք է խստորեն պահպանվեն։ Այս պահին շրջանային ընտրական հանձնաժողովներին ներկայացվել է 5 բողոք, որոնք հիմնականում վերաբերում են հետևյալ հարցերին՝ լուսանկարահանման, տեսանկարահանման կանոնների խախտում, ընտրատեղամասերի կազմակերպում, ընտրատեղամասերից դուրս գալու ընտրողների գրանցում, ասել է Նաթիա Յոսելյանին։
Միջազգային դիտորդները հետևում են ընտրական գործընթացին, նրանց թվում են հյուրերը Շոտլանդիայից, Լիտվայից և Մալթայից, ոմանք առավոտից գտնվում էին Ղազբեկիի Պողոդայում 39-րդ և 40-րդ ընտրատեղամասերում, նրանք ընտրատեղամասերից դուրս գալուց հետո քաղաքացիների հետ զրուցում են ընտրական գործընթացի մասին, ընտրական գործընթացը ընթանում է առանց խոչընդոտների և հանգիստ միջավայրում, լրագրողներին ասել է շոտլանդացի դիտորդ Ալլա Կարադին։ Վրացական երազանքի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին իր ընտրությունը կատարեց Թաց-Մինդայի առաջին ընտրատարածքի 3-րդ տեղամասում։ Նա քվեարկություն էր եկել ընտանիքի անդամների հետ։ Բիձինա Իվանիշվիլին հույս է հայտնել, որ հասարակությունը կլինի ակտիվ, քաղաքացիները հնարավորինս շատ կգան քվեատուփերի մոտ և կկատարեն իրենց ընտրությունը։ Վրացական երազանքի պատվավոր նախագահը նաև նշել է, որ հենց վրացական երազանքն է հասարակությանը տվել ազատ ընտրություն կատարելու հնարավորություն։ Կուսակցության պատվավոր նախագահը նաև հիշատակել է ընդդիմախոսներին, նշելով, որ անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ է այսօր անում իրենց ընդդիմախոսները, եթե դրանք օբյեկտիվ հայտարարություններ չեն, վրացական հասարակությունը չի արձագանքի դրանց։ Բնակչությունը սովորել է տարբերել սպիտակը սևից, նշել է Բիձինա Իվանիշվիլին։ Վրաստանի վարչապետը իր ընտրությունը կատարեց Վակեի երկրորդ ընտրատարածքում։ Իրակլի Կոբախիձեն քվեարկել է Վակեի երկրորդ ընտրատարածքի 27-րդ տեղամասում և ընդարձակ մեկնաբանություն արել լրագրողների համար։ Վարչապետը խոսել է իր սպասելիքների մասին, նշելով, որ քաղաքապետի և քաղաքային ընտրությունների արդյունքում ակնկալում է ավելի քան 60%։ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ քվեարկել է խաղաղության և ավելի շատ զարգացման օգտին։ Իր դիրքորոշումը հայտնեց երկրի նախագահը. «Ընտրություն կատարելը ինձ համար իսկապես ավելի հեշտ է դարձել։ Մի կողմից խաղաղություն, զարգացում, կայունություն, իսկ մյուս կողմից քաոս, առճակատում, բևեռացում», լրագրողներին ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ընտրատեղամասում քվեարկությունից հետո։ Ղավելաշվիլիի խոսքով մենք պետք է վերլուծենք, որ ներկայիս իրականությունը հնարավորություն է տալիս մեր երկրին դառնալ ավելի կայուն, խաղաղ և զարգացած։ Բացի այդ, Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ընտրողներին, ովքեր այսօր մասնակցում են ընտրություններին։ Վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան կուսակցության քաղաքապետի թեկնածուն արդեն կատարել է իր ընտրությունը Թբիլիսիի 41-րդ ընտրատեղամասում։ Կախա Կալաձեի խոսքով նա իր ընտրությունը կատարել է երկրի բարգավաճման և խաղաղության օգտին։ Միակ ուժը, որը այսօր կարող է իրականում պահպանել երկրում խաղաղությունն ու շարունակել Թբիլիսիի զարգացումը, դա վրացական երազանքն է, լրագրողների հետ զրույցում ասել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկելուց հետո։ Ինչ վերաբերում է բողոքի հանրահավաքին, Ռուսթավելի Պողոդայում հանրահավաք է հայտարարվել ժամը 4-ից։ Ընդդիմության մի մասը ազգային շարժման անդամները, ակտիվիստները և ուսանողները հավաքվում են համալսարանի առաջին մասնաշենքի մոտ, այնուհետև շարժվում դեպի Ռուսթավելի Պողոդա։